Աստծո անունը փառավորվի ժողովուրդ։ Այս տիրունականներով մենք հավաքվել ենք Աստծուն պաշտելու համար իր օրվա մեջ, իր ճշմարտությանը մեջ, իր եկեղեցու մեջ։ Եվ այս պաշտամունքները մեզ համար ուրախություն տիպեր, հոգու ուրախություն, եւ անպայման մարդը գալով գիրագյորով Տիրոջ տունը մի բան պիտի տանի ստեղից։ Դադար գալով լցված պիտի գնա, կարող է շատ չլցվի, կարող է միալ մեկ բառ առնե, բայց այդ խոսքը հաստատ թող իր այն դիրքի մեջ ինչի համար ուժանք եկել են։ Մի քիչ ցենս իջել է, հիմա կբացվի։ Պաշտամունքից առաջ երկեցի։ Աստված կուզե, որ մեր հավատքը հաստատուն լինի։ Հաստատուն լինի իր խոսքի նկատմամբ, որ իրոք Աստծո մարդը Աստծո տնից դադար չգնա։ Իմ ցանկությունս է, որ կոնե այսօր ամեն մեկս մի հատ բան տանենք։ Հեչ բան որ չեղավ կոնե Վարուժ եղբոր բերած դետումը տանենք ստեղից։ Եվ շատ անգամներ մարդիկ ընկնում են տարակուսանքի մեջ, տադանվող հավատքի վրա, որն է ճիշտ հավատքը, որ եկեղեցին է ճիշտ, որ մեզի կարող է փրկության տանել, թե հին կդագարանում, թե նոր կդագարանում, մենք տեսնում ենք այդպիսի պատմություններ, երբ Աստծո ժողովուրդը տադանման մեջ էր, անհաստատ հավատք ունենալով Աստծո խոսքի նկատմամբ։ Գաղատացիների թուղթը լավ ենք հիշում, որ Պողոս առաքյալ գրում է 3-րդ գլխում, ով անմիտ գաղատացիներ, այսինքն միտք չունեցող գաղատացիներ, որ այդքան ժամանակ Աստծո խոսքը լսեցիք եւ սկսեցիք երկմտել հոգեվորի եւ մարմնավորի մեջ, որն է կարևորը, ասում է հոգեով սկսած եւ մարմնով եք վերջացնում։ Եվ հանդիմանեց առաքյալը գաղատացիներին այն բանի համար, որ իրանք հոգեով սկսեցին եւ սկսեցին մարմնով վերջացնել իրանց հավատքի պատմությունը։ Մի հատ լավ օրինակ կա, որ դուք բոլորդ գիտեք, հին կդագարանի մեջ 3-րդ թագավորաց գլխում նկարագրված Եղիա մարգարեի օրերում, երբ կռապաշտությունը տարածված էր, թե աստվածպաշտություն կար, թե կռապաշտություն։ Ինչի համար էր, նայեք, Աստծո ժողովուրդը ինչի էր թեքվում, շեղվում Աստծո խոսքից, դառնում կուրկերին, կռապաշտությանը, դառնում սուտ մարգարեներին։ Սա պարապ տեղը չէր կարող լինել այս բանը, գիտեք։ Մի հատ պատճառ կար, չէ՞։ Կենտանի Աստծո խոսքը թողած շեղվում էին կռապաշտությանը, շեղվում էին սուտ աստվածների, սուտ մարգարեների։ Ես մի հատ ուղղակի տեղ եմ ուզում հիշեցնել Մովսեսի օրերից, տեսեք, երբ Մովսեսն ու Ահարոնը գնացին բանի մոտ, անունը չէր, փարավոնի մոտ, փարավոնն է կանչեց իր մարգարեներին, չէ՞, եւ Ահարոնը իր գավազանը գցեց, գավազան ծաղ բան եղավ, չէ՞, օծի վերածվավ։ Այդ մյուսներն էլ որ եկան գցեցին, իրանցն էլ օծի վերածվավ, չէ՞։ Այսինքն պարապ տեղը չէր, որ ժողովուրդը գնում էր կռապաշտության երբեմն։ Բայց քանի որ այդտեղ կար Մովսես եւ Ահարոն, Ահարոնի գավազանը որ օծ դարձավ, նրանց կարողացավ հաղթեր։ Բայց տեղեր կա, որ Ահարոն չկա, Մովսես չկա, մենակ իրանց սուտ մարգարեներն են, իրանց գավազանները կգցեն, օծեր կդառնա, երևույթներ կդառնա, դրանից ժողովուրդը կամաց կթեքվի կռապաշտության։ Բայց այստեղ մեր նկարագրած 3-րդ գլխում 3-րդ թագավորաց
18-րդ գլխում։ Հիշում եք, մոդարապես հիշեցնենք տեղ-տեղի կաշտանք։ Եվ ժողովուրդը երկմտության մեջ էր։ Ով է Աստված։ Պահարի մարգարեները իրենց մարգարեություններով, թե Եղիա մարգարեն, որ Աստծո մարգարեն էր։ Եվ ինչ որոշեցին։ Որոշեցին, որ Կաշտան 21-րդ համարից։ Եղիա բոլոր ժողովրդին մոտեցավ ու ասավ. դուք մինչև երբ երկու մտքի վրա պիտի կաղաք։ Եթե Եհովա է Աստված, անոր ետևեկացեք, իսկ եթե պահաղ է Աստված, անոր ետևեկացեք։ Ժողովուրդը բնավ պատասխանը չտվավ անոր։ Ինչ պատասխան էին։ Երկու մտքի էին։ Պահաղն է Աստված, թե Եհովան։ Եվ դրանից հետո այս փորձը կատարվեց։ Մեկական ողջակեզ տվեցին Պահաղի մարգարեներին եւ մի հատ էլ ասին ուրեմն Եղիամդի ողջակեզ մատուցան է ասում։ Եվ սկզբից Պահաղի մարգարեները տվեցին, սկսեցին իրանց գիտեցած ձևով, որովհետեւ առանց կրակ երկնքից իջներ, չէ, որովհետեւ այդ զոհը վերցներ եւ հաստատվեր նրանց չաստվածությունը։ Եվ ասում է, այս մարգարեները առավոտից մինչև իրիկուն բղավեցին, կոչեցին, մի խոսքով իրանց սպանեցին, բայց ոչ մի կրակ չի չեղոսում։ Հետո տրվեց առավելությունը բանին, ուրեմն Եղիային։ Եղիան ինչ արեց, իր մատուցած ձևով, նույն ձևի սկսեց մատուցանել։ Բոլոր ժողովրդին ասավ, ինձի մոտեցեք, բոլոր ժողովուրդը անոր մոտեցավ։ Անիգա Տերոջ փլած սեղանը նորոգեց։ Այն սեղանը, որ երբեմնից ծառայել էր ողջակեզ մատուցանելու համար, փլվել էր, օգտագործող չկար։ Սկզբից նորոգեց սեղանը։ Եղիա 12 քար առավ Հակոբի որդիներից եղերն թվով, որում Տերոջը խոսքը եղավ ասելով. Քո անունդ Իսրայելը լա։ Այն քարով մի խոսքով պատրաստեց եւ սեղանի շուրջը փոս փորեց։ Երկու գրիվի չափունդ կառներ փոսը։ Փայդերը շարեց եւ զովարակը կդոր եւ փայդերի վրա դրավ եւ սավ 4 սապոր լեցուն ջուր բերեք, ողջակեզի վրա լցրեք ու փայդերուն վրա թափեցեք։ Եվ ջուր բերեցին, լցրեցին ողջակեզի վրա եւ փայդերի վրա, որովհետեւ հանգարց չասեին, պատահական կայծ եղավ, այս փայդերը բռնվավ եւ կրակ ստեղծվեց։ Եվ ասավ, երկրորդ անգամ այդպես եք, ու երկրորդ անգամ այդպես էին, երրորդ անգամ եւ երրորդ անգամ, եւ այնքան ջուր լցրեցին, ասում է։ Ջուրը սեղանին բոլոր դիքը քայլեց, ելավ թափավ, եւ փոսնալ ջրով լցվավ։ Այսինքն ոչ մի կասկածի, ոչ մի բան չմնաց։ Եվ դրանից հետո եւ Իրիկվան զոհ մոտեցանելու ադենը Եղիա մարգարեն մոտեցավ ու ասավ. Իրիկվան զոհ մատուցանելու ադենը։ Այնպես չէր, որ Աստված ամեն ժամանակ մատուցված զոհը կարող է ընդունել։ Ասում է Իրիկվան ժամանակ զոհ մատուցանելու ժամանակ կար։ Այդ ժամանակ Եղիա մոտեցավ եւ խոսեցավ Աստծու հետ. Ով Եհովա Աստված Աբրահամի, Իսահակի եւ Իսրայելի, այսօր թող գիտծվի թե Իսրայելի մեջ դուն ես Աստված, ու ես քու ծառան եմ, ու այս բոլոր բաները քու խոսքով էրի։ Ինձի պատասխան տուր, ով Տեր ինձի պատասխան տուր, ու այս ժողովուրդը թող գիտնա թե դուն ես Աստված, ով Տեր, եւ թե անոնց սիրտը ետ դարձնողը դուն ես։ Եվ ես խնդրող, ես աղոտ կբերեց։ Եվ ինչ եղավ սրանից հետո ասում է. երկինքեն կրակ իջավ Աստծու կողմանից, եւ այդ կրակը լապեց ողջակեզը, լապեց վառեց փայդերը, ջուրը ամեն բան ինչ որ կար, վերացրեց եւ այս ողջակեզը ընդունելու եղավ Աստծու կողմից։ Եվ ժողովուրդը իրենց աչքերով տեսան կատարվածը։ Եվ դրանից հետո միայն երբ
Այս բոլորը տեսան, ժողովուրդ այս բաները տեսնելով երեսի վրա ինգան ու ասին. Եհովան է Աստված, Եհովան է Աստված, Տերոջ անունը փառավորվի։ Մենք Աստծուն պետք է գիտենանք ճիշտ պաշտամունքի ձև մատուցանել։ Պետք է գիտենանք ճիշտ աղոթ գնել, ճիշտ ձևերով, ինչպես Աստծու ուզածն է։ Այնքան անմիտ աղոթներ ենք բարձրացրել։ Սեղան ենք օրհնել, սոված, Տեր ջան, օրհնե սեղանը։ Արագ կնստենք կուտենք։ Գնում ենք աղոթքի անլուրջ ձևով։ Մի հատ հիվանդի վրա պետք է աղոթենք։ Գնում ենք, որովհետև կանչել են աղոթի։ Բայց այդ հիվանդի վիճակի մեջ մենք մտնելով ենք աղոթում։ Դե աղոթում ենք, որպես սարգսավագենք, երեցենք։ Մեր պարտականությունն է, պետք է աղոթենք։ Եվ ինչքանով այդ աղոթները ընդունելի են լինում։ Բայց երբ մենք կուզենք այդ աղոթքի ընթացքում ոչ թե մեր աղոթքով բժշկություն լինի, ոչ թե մեր աղոթքով մենք երևանք, հապա Աստված երևնա, որպեսզի ժողովուրդը դարձի գա, թողնելով իր հիվանդը, թողնելով իր մյուս բաները, տեսնի, որ Աստված կա այնտեղ։ Այդ բանով երբ Աստծու առաջ կգանք, Աստված պատրաստ է իրեն ի հայտ բերելու համար եւ մեր եսը ոչնչացնելու համար։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ահա կոչվում է հաստատուն հավատք։ Եվ այս ժողովուրդը տեսավ եւ ասավ. Եհովան է Աստված, Եհովան է Աստված։ Հակոբոս առաքյալ առաջ գլխում գրում է. Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճամփաների մեջ։ Երկմիտ մարդ, որն է լավ։ Պենտեկոստյան եկեղեցին, թե առաքելական, թե ավետարանական։ Բոլոր եկեղեցիները լավն են, երբ Աստծո փառքը կփնտրվի եւ Աստծուն կփառավորեն։ Մենք պետք է նայենք, մենք լավն ենք այդ եկեղեցու համար։ Մենք արժանի ենք այդ եկեղեցու մեջ լինելու։ Դե մենք կարող ենք անուններ դնել եկեղեցիներով ֆռալով։ Տեսակ չի, ձենս բացվեց։ Եվ ամեն բան, մեր հավատքը, մեր ամբողջ հոգևոր կյանքը կախված է մեկ բանից, մեր չերևալուց հավատքի կյանքի մեջ, բայց մեր ծառայությունն ու գործունեությունը շուկի նման երևալով։ Մի հատ պատմություն կար վաղուց, պատմում ենք, հիշում եք երևի, երկու ծգնոցներ գնում են ձուկ որսալու։ Մեկը գետի առավոտյան մի ափում է կանգնում, մյուսը մյուս ափին եւ գցում են կարտերը։ Եվ մեկը սկսում է անտած ծգները հանել։ Մյուսը դիմացում կանգնած ոչ մի ցուկ չի բռնում։ Եվ հարցնում է ասելով. լավ, ո՞րն է այդ գաղտնիքը, նույն ջրի մեջ, նույն գետի մեջ իրար դիմաց կանգնած, ես չեմ կարող ցուկ բռնել, իսկ դու անտած հանում ես։ Եվ ասում է, որովհետև ես կանգնած եմ արևին դիմաց եւ իմ ստվերը ինձնից հետո է ընկնում ցամաք տեղ եւ ոչ թե ջրի մեջ, բայց դու հագարակ ես կանգնած արևին, մինչեւ քու կանգնել քու երևալը, քու ստվերը արդեն ջրի մեջ է, ծգները փախնում են քու ստվերից։ Մենք ամենտեղ կուզենք մենք էլ որ չերևանք, գոնե մեր ստվերը երևան այնտեղ։ Դրա համար ոչ մի ցուկ չի բռնվում եւ ոչ մի աղոթք նպատակին չի ծառայում, սիրելի Աստծո։ Եվ ուզում եմ մի հատ տեղ էլ կարդամ ու վերջացնել հայտնության գրքի մեջ 3-րդ գլխի ասում է 16։ Ստեղ գրված է եկեղեցիների մասին, չէ՞։ Ուստի դու որ կարճ ես ու ոչ տակ, ոչ ալ պաղ, քեզ բերնես փսխելու, դուրս փսխելու վրա եմ։ Կարճ ես, տակ չես, սառը չես։ Երկու մտքի ես, երկու ոտքի ես։ Եհովան է քեզի համար Աստված, թե պահաղը, դու չգիտես։ Քեզ դուրս փսխելու վրա եմ։ Աստծո խոսքը ասում է։ Քանզի կսես, հարուստ եմ ու մեծ սա, եւ բանի մը կարոտ չեմ, բայց չես գիտես թե դու խեղճ ու թշվառական ես եւ աղքատ ու կույր ու մերկ։
նկարագրում է այս եկեղեցու վիճակը հայտնության գրքի մեջ։ Մեզի պետք է կողմնորոշվել, հաստատուն ձևի, մեր հավատքի վրա կանգնել։ Եղբայրը հիշեցել էր Թովմասի մասին։ Թովմասը այդքան աշակերտել էր, ինքը հաստատված չէր Հիսուսի վրա։ Չէ, անպայման պիտի տեսնեմ, անպայման մատս պիտի տնեմ իր վերքերի վրա, որպեսզի հավատամ։ Հեսա արիթիր։ Եթե քո հավատքը մատը տնելու չափ է արիթիր։ Այն ժամանակ ընկավ ոտքերը։ Իմ Տերս ու իմ Աստվածս։ Մենք կարող ենք մինչև մեր մատները տնել վերքերի վրա, ասել իմ Տերս ու իմ Աստվածս։ Այդ ժամանակ Աստված մեր կողքն է։ Սիրելի Աստծո ժողովուրդ, Փառտիրոջը սրա համար։ Աստված կենթան է, Աստված է։ Մենք մեր սկան տեսեք ամեն անգամ գալիս եմ, թե ես եմ արդեն ծերացել, թե քույրերը, եղբայրները, տարիներ շարունակ եկեղեցու մեջ են։ Տարիներ շարունակ թե քարոզում ենք, թե ինչ-որ բաներ անում ենք, բայց մեր մեջ կա փոփոխություն։ Մենք փոխվում ենք, թե նույն ենք մնացել մեր վարմունքի մեջ, մեր խոսքի մեջ, մեր ծառայության մեջ։ Ամեն բանի մեջ մենք ուզում ենք նորից մեզի ներկայացնենք, որպես երիտասարդ նախկինի, թե տարիքներս առել ենք ու շատ բան է մեզի Աստված սովորեցրել։ Պետրոսին ասավ, երբ դու երիտասարդ ես, ինչ որ ուզես ենք անես, մոդար եմ ասում խոսքերը, բայց երբ ծերանաս, ձեռքերդ վեր պիտի բռնես, գոդիդ պիտի կահբեն եւ պիտի ուղարկեն այնտեղ, որտեղ դու չես ուզում։ Դու չես ուզում, բայց Աստված կուզե մեզի տանել այնտեղ, որտեղაც համար մեզ պատրաստել է։ Սիրելի Աստծո ժողովուրդ, սիրելի եղբայրներ ջան, քույրեր ջան, ես էլ եղբայրս բարևներ է բերել, ես էլ եմ մեր եկեղեցուց բարևներ բերել։ Աստված օրհնե։ Միակ բանը, որ ծերի կարող ենք տանել ու բերել, առանց նեղություն տալու թե մեզի, թե բարև ղրգողներին։ Տերը օրհնե ձեզ։ Հաջորդ մասը եղբայրները կշարունակեն։